Պարոն երկու կարճ հարց տամ, առաջի հարցից վերաբերվում է բախող գերիներին և պատաններին, հիմա որպես խորհրդարանի նախագահ ինչ է պատրաստվում անել, որոշակի քայլեր, որ պատրաստվում եք իրականացնել այդ ուղղությամբ և այդ թուրքական բանակցությունների հետ կապված որպես հատուկ բանագնաց։ Ինչ փուլում եք թողել այդ բանակցությունները, այդ տարիների ընթացքում ինչ ձեռքբերում ունեցավ բանակցությունների ընթացքում և ում եք համարում ձեզ արժանի փոխարինող, որ կարող է այդ բանակցությունները շարունակել ձեր թողարկետից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ 3 հանգամանալից համ ելույթի մեջ եմ խոսել, հարցերին ի պատասխան եմ խոսել, կարող եք ուղղակի հետ տալ նայել, ձեր հարցի պատասխանը կա, ինձ թե ով պիտի փոխարինի, չգիտեմ, չեմ մտածել, եթե կառավարությունը իմ խորհրդի կարիք ունենա կքննարկենք, բայց այդ հարցը կառավարության տիրույթում է, գերիների եւ այլ պահող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է, այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք եւ այդ աշխատանքը երբեք չի դադարում, դուք գիտեք կամ եթե ուզում եք նկատում եք իհարկե կամ նկատել եք, որ եղել են ամիսներ, երբ որ որևէ շարժ չի եղել, էլի քննարկումներ եղել են դրա մասին, դե որ կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ մեկ էլ մի օր վերադարձել են հերթական գերիներ։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա եւ բնականաբար մենք էլ խորհրդարանական մակարդակում ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այնպես էլ կաշխատենք։ Շնորհակալություն, Շորիկ։ Խորհրդարանում բարեկիրթ բանավեճ, վայսուր բանավեճ ձևակերպում ունենալու ձեր մտադրությունը, այս նախաձեռնությունը, որը դուք հանդես եք գալիս Երևանից, դա անձնապես ձեր մոտեցումն է, թե դուք դա քննարկել եք նաև վարչությունում, վարչության նախագահի հետ, որ փորձեք այս խորհրդարանը դարձնել ավելի նախորդից առնվազն տարբերվող այդ միջավայրի եւ խոսույթի առումով, սա ձեր որոշումն է, թե ընդհանուր քաղաքական թիմի վարչության որոշումն է, եւ ուզում էի նաեւ իմանալ նախորդ խորհրդարանում հաճախ խորհրդարանը հայտնվում էր նաեւ քննադատությունների թիրախում այդ պարգևավճարների ֆոնդի հետ կապված, այս հարցում ինչ-որ մոտեցման փոփոխություն լինելու է, թե դուք շարունակելու եք այն նույն տրամաբանությամբ, որը գործել է նախկինում, այսինքն ինչ-որ տոնորեր, ավելիներ, ես չգիտեմ այդ բաները, որ փուլերով էր արվում, պարգևավճարների տրամադրումը, շարունակելու եք նախկին ոճը, թե ինչ-որ բան այդ հարցում փոխելու եք։ Շնորհակալություն, բարեկրթության վերաբերյալ մոտեցման առումով որոշումը իմն է, վարչությանը եւ խմբակցությանը, այսինքն ես միայնակ չէի կարող խմբակցության անունից խոստանալ, որ մենք կլինենք բարեկիրթ, եթե դա չլիներ խմբակցության որոշումը, պարգևավճարների առումով դուք գիտեք, որ կա ներդրված համակարգ կառավարության կողմից ներդրված, որը հիմնված է կատարողականի գնահատման վրա եւ ազգային ժողովը դրա մաս է, սա է շարունակվելու։ Այսինքն այս առումով փոփոխություններ չեն լինելու վերջին ամիսների համեմատ։ Եվ մի կանչացել է կարելի է որոշում ունեք արդեն ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նշանակման հետ կապված, որովհետև այդ մասին տեղեկություններ կային, եթե կան։ Այո, ես արդեն ստորագրել եմ համապատասխան կարգադրությունը եւ Դավիթ Համբարյանը կնշանակվի ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, Դավիթ Համբարյանը նախկինում եղել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար, եղել է ներքին գործերի, եղել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, եղել է ներքին գործերի նախարարի տեղակալ։ Համեցեք։ Կամ ներողություն, պարոն Մակարյանին էի խոստացել, բայց լավ, ձեզնից հետո։ Համեցեք։ Պարոն Գուբինյան, դուք անցյալում աչքի կնեք կոշտ կրկրավանությամբ եւ դա մի անգամ չէ, որ հասվել է եւ լրագրողների հետ հանդիպումներում եւ հենց ամբողջից հիմա փաստորեն փոխում եք ձեր իմիջը, դուք կկարողանաք ամբողջ ազգային նոր գումարման ընթացքում պահել այդ իմիջը, այդ նշածորը պահել եւ ավելի հավասարակշռված խոսնակի օրինակ ցույց տալ։ Շնորհակալ եմ, գիտեք, իմիջը սուբյեկտիվ եւ խաբուսիկ բան է, որովհետեւ մեկի համար մեկը գնահատվում է որպես կոշտ, մյուսի համար ոչ կոշտ։ Տեսեք, դուք ասում եք, որ ես աչքի եմ ընկել կոշտ ռետորաբանությամբ, բայց ես
ձեզ կասեմ, որ ես համաձայն չեմ, ես կասեի, որ ես աչքի եմ ընկել շատ բարեկիրթ հռետորաբանությամբ։ Ես որ ճաշակի հարց է, դա կամ մոտեցման հարց է, ես կարծում եմ, որ քաղաքական գործիչները կարող են կոչել հռետորաբանություն կիրառել, սուր հռետորաբանություն, բայց կարևորն այն է, որ այդ հռետորաբանությունը չհատի զրպարտության, զազրախոսության եւ անբարեկրթության կամ պարզ անդաստիարակության սահմանները եւ բնականաբար ես մնալու եմ այդ սահմանների մեջ, մենք մնալու ենք այդ սահմանների մեջ եւ ակնկալում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները եւ ինչու ոչ, նաեւ մեր սիրելի եւ հարգելի լրագրողները կմնան այդ սահմանների մեջ։ Շնորհակալություն, պարոն Մակարյան, համեցեք։